Քրեական հետապնդում է հարուցվել ուժեղ Հայաստան կուսակցության ևս մեկ անդամի նկատմամբ։ Լոռու մարզի Գյուլաքարակ համայնքի ավականու անդամ ուժեղ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անդամի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը։ Քննչական կոմիտեն նրան մեղադրում է կուսակցության հավաքին մասնակցելու համար մի շարք անձանց նյութապես շահագրգռելու համար։ Հզոր բանակի ու մարտավարության ֆոնին պարզվում է իրականությունն այլ է։ Իսրայելում ուղղափառ հրեաները դուրս են եկել ցույցի, բողոքելով զորահավաքից ու կռվելուց հրաժարվողների ձերբակալություններից։ Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մինչ օրս հայտարարում էր, որ իրենք բացարձակ հաղթանակ են տանում բարեկամ Ամերիկայի հետ։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ Իսրայելում ձերբակալվում են ծառայությունից հրաժարվողները, շատերին էլ ստիպողաբար ուղարկում Իրանի դեմ պատերազմի։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակումն ուղղված է ներքին պառակտում ստեղծելուն եւ իրենց երկիրը թուլացնելուն։ Իր ելույթում Ղալիբաֆը նշել է, որ Վաշինգտոնն անցել է ճնշման նոր փուլի, համատեղելով տնտեսական միջոցները եւ տեղեկատվական ներգործությունը, որպեսզի թուլացնի երկիրը կամ նույնիսկ հասցնի ներքին փլուզման։ Իրանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել պահպանել ազգային միասնությունը, այն անվանելով արտաքին ճնշմանը դիմակայելու միակ միջոց։ ԱՄՆ-ն իրանական նավահանգիստների ծովային շրջափակում սահմանեց, երբ Թեհրանը փակեց Հորմուզի նեղուցը, որը նավթի եւ գազի մատակարարման հիմնական երթուղիներից մեկն է։ ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին կարճ եւ հզոր հարվածներ հասցնելու տարբերակը բանակցություններում փակ ուղղային իրավիճակի պատճառով, հայտնում է Axios-ը։ Ըստ աղբյուրի Վաշինգտոնը մերժել է Թեհրանի առաջարկած կարգավորման եռափուլ ծրագիրը, որը նախատեսում էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների աստիճանական վերսկսում։ Հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփը չի աջակցել Հորմուզի նեղուցի բացման, ծովային շրջափակման վերացման եւ իրանական միջուկային ծրագրի քննարկման հետաձգման գաղափարին։ Axios-ի աղբյուրները նշում են, որ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը մշակել է սահմանափակ, բայց ինտենսիվ հարվածների սցենար, այդ թվում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Ենթադրվում է, որ նման քայլը կարող է ճնշում գործադրել իրանական իշխանությունների վրա եւ նրանց ստիպել վերադառնալ բանակցությունների ավելի ճկուն պայմաններով։ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ծախսն արդեն հասել է 25 միլիարդ դոլարի, հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա Ջուլս Հըրսթը։ Սա պատերազմական ծախսերի առաջին պաշտոնական գնահատականն է։ Հըրսթի փոխանցմամբ այդ գումարի հիմնական մասն ուղղվել է զինամթերքի ձեռքբերմանը։ Դեմոկրատ օրենսդիրներն այս առիթը բաց չեն թողել քննադատելու ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթին, առավել եւս երբ դրանք իրականացվում են առանց կոնգրեսի հաստատման։ Ադամ Սմիթն այս ռազմավարությունն անվանել է վտանգավոր, նշելով, որ բռնությամբ աշխարհը սեփական կամքին ենթարկելու փորձերը սխալ են։ Հեքսեթը հակադարձել է օրենսդիրների կասկածներն անվանելով անպատասխանատու եւ պարտվողական, ինչը ըստ նրա խաթարում է ԱՄՆ ռազմական գործողությունները։ Ամերիկյան The New York Times պարբերականը հայտնում է Իրանի կառավարման համակարգում արմատական փոփոխությունների մասին։ Այաթոլլա Ալի Խամենեի սպանությունից հետո երկրում ձևավորվել է կոլեկտիվ ղեկավարման նոր մոդել։ Այս իրավիճակում իշխանության փաստացի ղեկն անցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների ձեռքը։ Ամերիկյան աղբյուրների համաձայն գերագույն առաջնորդի որդին եւ հաջորդը Մոջթաբա Խամենեին այժմ ստանձնել է համակարգողի դեր եւ ունի բացարձակ լիազորություններ։ Ռազմական վերնախավն ինքնուրույն է սահմանում պատերազմի ռազմավարությունը եւ սեփական հայեցողությամբ տապալում է Վաշինգտոնի հետ դիվանագիտական բանակցությունները։ Չնայած երկրի կրած 300 միլիարդ դոլարի տնտեսական վնասին, գեներալները հրաժարվում են զիջումներից, փաստի առաջ կանգնեցնելով քաղաքական թևին։ Միացյալ Նահանգների որդեգրած վարչակարգի փոփոխության ռազմավարությունը կարծես թե ձախողվել է, քանի որ պատժամիջոցները միայն ամրապնդել են կոշտ գծի կողմնակիցների դիրքերը։ Վաշինգտոնի նման քաղաքականությունը շարունակվող շրջափակումը զրկում են իրանցի չափավոր գործիչներին որևէ իրական փոփոխության հասնելու հնարավորությունից։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի կործանարար հետևանքների ողջ աշխարհի համար։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը կրկին անցնեն ուժային գործողությունների, դա կունենա անխուսափելի եւ ծայրաստիճան աղետալի հետևանքներ ոչ միայն Իրանի ու նրա
հարևանների, այլև ողջ միջազգային հանրության համար։ Նշել է Ուշակովը եւ հավելել, որ Իրանի տարածքում ցամաքային գործողության տարբերակը դիտվում է որպես բացարձակապես անընդունելի եւ վտանգավոր։ 1.5 ժամից ավելի տևած հեռախոսազրույցի ընթացքում Դաշնության առաջնորդը նաեւ Թրամփին տեղեկացրել է հաղթանակի տոնի ժամանակահատվածում զինադադար հայտարարելու պատրաստակամության մասին։ Պուտինը Թրամփին է ներկայացրել նաեւ իրավիճակը ռազմական գործողությունների գոտում, որտեղ ռուսական զորքերը հետ են մղում ուկրաինական ուժերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ լավ է անվանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը։ Սպիտակ տանը նա լրագրողներին հայտնել է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ լուծման հույս ունի։ Թրամփը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը կհաջողվի գտնել համեմատաբար մոտ ժամանակներս։ Նա ընդգծել է, որ Պուտինը պատրաստ էր Ուկրաինայի հարցով գործարք կնքել դեռ վաղուց, սակայն նրան խանգարել են չակերտավոր որոշ մարդիկ։ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրների միջև տարաձայնությունները պահպանվում են, հայտարարել է Թրամփը։ Սան Անտոնիոյի Six Flags զբոսայգու ատրակցիոններից մեկը հանկարծակի կանգնել է, ինչի հետևանքով մարդիկ մոտ 10 րոպե մնացել են օդում կախված վիճակում։ Պատճառը ոչ թե տեխնիկական անսարքությունն է, այլ անվտանգության կանոնների խախտումը։ Օպերատորները ստիպված են եղել անհապաղ կանգնեցնել սարքը, երբ նկատել են, որ հյուրերից մեկը հանել է հեռախոսը նկարելու համար։